Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հնդկաստանում այսօր կործանվել է Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 787-8 Dreamliner տիպի օդանավը, որն ուղևորվում էր Լոնդոն։ Վթարի պահին օդանավում գտնվում էր 242 մարդ, 230 ուղևոր եւ 12 անձնակազմի անդամ։ Ըստ Flight Radar 24 հարթակի ինքնաթիռը օդ է բարձրացել տեղական ժամանակով մոտարապես 13:38-ին եւ MyRadar ազդանշան է փոխանցել թռիչքից ուղիղ 1 րոպե անց, բարձրանալով ընդամենը 190 մետր։ Ինքնաթիռն ընկել է Ահմեդաբադի Մեղանի Նագար թաղամասում, առաջացնելով հրդեհ եւ խուճապ։ Վթարի հետևանքով այս պահի տվյալներով զոհվել է առնվազն 133 մարդ։ Որոշ ուղևորներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հայտնի է, որ օդանավում գտնվել են 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի եւ 1 կանադացի։ Վթարի վայր են ժամանել Հնդկաստանի ազգային աղետների արձագանքման ուժերը NDRF-ը, շտապօգնության եւ հրդեհ ծառայությունները։ Փակվել են Ահմեդաբադի մի շարք ճանապարհներ, օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթները։ Համացածում հայտնվել են ինքնաթիռի վայր ընկնելու կադրերը։ Փաստինֆոն շարունակում է հետևել զարգացումներին։